Այսօր մեր պացիենտը ազգային ժողովում նորից սկսել է գոր գրալ, ոտու ձեռք է ընկել, նորից սպառնալիքներ է հնչեցնում։ Կողքից նայում ես, մտածում ես, ասում ես, էս այն մարդն է, որ իբր ընտրություն է հաղթել, որ իբր պիտի կառավարություն ձևավորի։ Բայց սա հաղթածի հոգեվիճակ է, սա հաղթածի կեցվածք է, բայց քան ընտրախախտումներով իբր հաղթանակ ես ձևակերպել, դրանով էլ չես հանգստացել, մի ամբողջ քաղաքական ուժի ձայներ ես հյուրացրել։ Դրանից հետո էլ չես հանգստանում։ Հա Նիկոլ Փաշինյան, չես կարողանում Ալիևին բացատրես, թե ոնց է ստացվել, որ մեր ժողովրդին էլ պատերազմով, ահասար սուր ավերիչ պատերազմով էլ ահաբեկել ես, էլ վախեցրել ես, էլ մարդկանց բանտերն ես նստացրել, էլ ամբողջ աշխարհը եկել է քո կողքը կանգնել ընտրություններից առաջ, բայց մեկը չես կարողացել սահմանադրական մեծամասնություն վերցնել, то 50+1 էլ չես կարողացել վերցնել։ Հիմա չգիտես Ալիևին ոնց բացատրես, որ սահմանադրական փոփոխություն ժողովուրդը չի ուզում իրականացնի, որ ժողովուրդը մանդատ չի տվել սահմանադրություն փոխելու Ալիևի պատվերով, չի ստացվում, դրանից էս տենց ցնցումների մեջ ընկել։ Սիրելի քաղաքացիներ, այո, դուք ձեր ընտրությամբ կանխել եք Ալիև Նիկոլ տանդեմի հերթական ծրագիրը սահմանադրության փոփոխությամբ, դուք ձեր ընտրությամբ դա կանխել եք։ Ես ուզում եմ, որ դու դա հստակ իմանաք։ Եվ այսօրվա իր սպառնալիքներն ընդհանրապես ներքին լսարանի համար նախատեսված չեն։ Այդ բոլոր սպառնալիքները բացառապես մի մարդու համար են, Ալիևի համար են, որպեսզի ցույց տա, որ չնայած ժողովուրդը իրեն չի ընտրել, բայց ինքը մաքրելու է, արմատախիլ է անելու, ինչպես Ալիևն է ասում, ռևանշիստական ուժերի։ Բացառապես արտաքին օրակարգի սպասարկումը հիմա իրականացնում Նիկոլ Փաշինյանը, բայց ամեն դեպքում դեղեր խմելը չի խանգարի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։